Բարի եւ օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ շարունակում եմ խնդրել նույն բանը, որ ամեն անգամ ես խնդրում եմ Աստծուց, որպեսզի բացի մեր հասկացողության աչքերը, որպեսզի գթա մեզ, որ կարողանանք Աստծո ճշմարիտ խոսքը ընդունել, հասկանալ, վերցնել, մարսել, հնազանդվել այդ խոսքին, մեր կամքը ենթարկացնել Աստծո խոսքին ու ճշմարտությունը, ազատվել կասկածներից ու ստերից, Տեր, քո հոգով դրդի մեզ, օգնի մեզ, Տեր ջան, քանդի կապանքները մեր մտքի, մեր սրտի, մեր ցանկությունների վրայից, Տեր կրակ վառի մեր մեջ քո խոսքի հանդեպ, Տեր պարտության մատնի հոգևոր ծուլությանը, Տեր ջան, աղերսում եմ քեզ օգնի, որտեվ քո խոսքն է, որ մաքրում է մեզ, լվանում է մեզ, քո խոսքն է, որ նորոգում է մեր միտքը, մեր բռնված միտքը, որ մեղքի ու խավարի գերին է դարձել, Տեր, որ դրդում է մեզ հակառակվելու, Տեր ների մեզ, գթա մեզ, ողորմի եւ օգնի մեզ ընդունել քո խոսքը, սրբացրու մեզ քո խոսքով, սրբագործի մեզ քո խոսքով, Տեր, կենթանացրու մեզ քո խոսքով, քո շնչով, քո սուրբ հոգով, Հիսուսի անունով աղոթեցի, այսօրվա դասը ես քեզ եմ հանձնում, Տեր Աստված, ամեն մի խոսքը թող մտնի սրտեր եւ քանդի չարի ամրոցները մեր մտքերում, մեր սրտերում, Տեր, արի եւ թագավորի մեր կյանքերում, Տեր, օգնի մեզ, որպեսզի հանձնվենք քեզ, մեր կամքը քեզ հանձնենք, Տեր, ազատագրի մեր կամքը խավարից ու գերությունից, Տեր ջան, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Վերադառնում ենք Հռոմեացիների նամակի ձայնագրությանը, ըստ իմ հովիվ Էբո Էսելի մեկնաբանությանը, կներեք, միտքս մի քիչ շփոթված է, Սուրբ Հոգի խնդրում եմ առաջնորդի, եւ մենք խոսում ենք ճշմարիտ ավետարանի մասին, ինչպես չխապնվել, եւ որ ավետարանը ճշմարիտ, եւ որ մենք ընդունում ենք եւ արմատանում ենք ճշմարիտ ավետարանի մեջ, այն բերում է մեզ հնազանդության առ Հիսուս Քրիստոսի։ Հիշեք, եթե մենք ցանկանում ենք իմանալ, թե որն է կեղծը, որն է սուտը, պետք է լավ իմանաս ու ճանաչես իսկականը, բնօրինակը։ Եվ եթե սկսենք լրջորեն մոտենալ Սուրբ Գրքին, կարող ենք հանդիպել այնպիսի բաների, որ հակասում են նախկինում մեր լսած եւ ընդունած ուսմունքներին։ Հատկապես մեզանից շատերը սովորել են ինչ-որ մեկից լսելով, ինչ-որ մեկի ասածով եւ շատ հաճախ հեռուստացույցից, ֆիլմերից։ Մենք պետք է հասկանանք, որ ֆիլմերը, անգամ քրիստոնեական ֆիլմերը, դա աստվածաշունչը չի, դա իր մեջ ներառում է մարդկային պատկերացումներ, փոփոխություններ կան, մեզանից շատերը իրենց գիտելիքը աստվածաշնչի կամ ինչպես են պատկերացնում Աստծուն ճանաչում հիմնված չի Աստծո խոսքի վրա, այլ կողքից լսած, տեսած բաների վրա, եւ դա մեզ կարող է շեղել։ Միևնույն ժամանակ այն հիմնված է նաև ուսմունքների վրա, որոնք սուտ են, չեն համապատասխանում աստվածաշնչյան ճշմարտություններին։ Դրանցից օրինակ մեկը մեր ազգի մեջ շատ են ասում, եղունգ ունես գլուխդ քորի, այսինքն հույսդ քո վրա դիր։ Աստվածաշունչն ասում է քո հասկացողությանը մի հույս դիր, այլ հույս դիր Աստծո վրա, Աստծո հասկացողության վրա։ Այ անգամ փոքրիկ մանրուքում, որ ազգային խոսելաձև է, երևում է հակասությունը Աստվածաշնչի հետ, բայց մենք այնքան ենք ասել, որ դա մտել է մեր ուղեղի մեջ ու պիտի թույլ տանք, որ Աստծո խոսքը մեզ ցույց տա, ինչն ենք մենք սխալ մտածում, ինչն են մեզ սխալ սովորեցրել, որպեսզի փոխվենք։ Ոչ թե դատենք սովորացնողներին, այլ փոխվենք։ Եթե սովորել ենք բաներ, որ հակասում են Աստվածաշնչին, ընդունել ենք ուսուցումներ, մոտեցումներ,
որոնք իրենց բնույթով չեն համընկնում Աստվածաշնչի հետ, մենք պետք է դրանցից հրաժարվենք, դրանց համար ապաշխարենք, բայց շատ հնարավոր է, որ մենք դժվարանանք ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ հայտնաբերում ենք, որովհետև սովորել ենք դրան։ Դրանք մեզ համար ավելի քաղցր ու ընդունելի են, քան աստվածաշնչյան ճշմարտությունը, որը սկզբում մեզ համար կարա դառը թվա, բայց տա մեզ կյանք։ Մենք պետք է միշտ վերհիշենք, թե որն է ճշմարիտ ավետարանը, որի մասին մենք արդեն խոսել ենք նախկին դասերը, լսեք։ Օրինակ, Հռոմեացիների նամակի 1-3 համարը ասում է. Աստվածաշունչը նրա որդու մասին է։ Այսինքն ավետարանը կենտրոնացած է Քրիստոսի վրա։ Ավետարանը մեր մասին չէ, այլ Քրիստոսի։ Այն Քրիստոսից է, Քրիստոսի համար է եւ Քրիստոսով է։ Ողջ արարչությունը ստեղծվել է նրանով եւ նրա համար է։ Ես ու դու այս աշխարհ ենք եկել Քրիստոսով եւ Քրիստոսի համար։ Ամեն ինչ նրա փառքի մասին է եւ նրա փառքի համար է։ Ավետարանը դա Աստծո ավետարանն է, այն Աստծո մասին է, Աստծո փառքի մասին է։ Եվ սա օգնում է մեզ հասկանալ իսկականը, որպեսզի կարողանանք տարբերել կեղծը։ Պողոսը Տիտոսին գրած իր նամակում նշում է, թե որքան կարևոր է Աստծո խոսքը սովորեցնողների ու եկեղեցու առաջնորդների համար առողջ վարդապետությանը հետևելը եւ ինչի համար։ Եվ դա միայն սովորեցնողների ու առաջնորդների համար չէ, այլ ամեն հավատացյալի, որտեղ ամեն մեկս մեր դիրքում ինչ որ մեկին ուղղորդում ենք, սովորեցնում ենք։ Բոլորս պիտի ճիշտ վարդապետությանը հետևենք, իրար սովորեցնենք։ Կարդանք Տիտոս 1:9-11 խոսքերը։ Հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած մնա, որպեսզի կարողանաս ողջամիտ վարդապետությամբ հորդորել եւ հակառակվողներին հանդիմանել։ Որտև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլպատվածների մեջ, որոնց պետք է լռեցնել։ Նրանք ամբողջ տներ են կործանում, հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։ Այսինքն պետք է ամուր պահել Աստծո խոսքը այնպես, ինչպես այն ուսուցանվել է։ Սա շատ կարևոր է, նշանակում է, որ երեցը կամ խոսքը սովորեցնողը չի գալիս նոր բան ասելու։ Նրա ուսուցումը պետք է համահունչ լինի պատմական քրիստոնեական վարդապետությանը, այն վարդապետությանը, որ սովորեցրել է Հիսուս Քրիստոսը եւ նրա առաքյալները եւ սերնդեսերունդ փոխանցվել։ Նա չի գալիս նոր բան անելու, նորարարություն բերելու խոսքի մեջ, այլ պետք է ամուր պահի այն խոսքը, ինչպես այն ուսուցանվել է։ Ինչ է նշանակում, ինչպես այն ուսուցանվել է։ Այսինքն, ինչպես ուսուցանել է Հիսուս Քրիստոսը եւ նրա առաքյալները, ինչպես այն գրված է Սուրբ գրքում։ Մենք երբեք չպիտի ուսուցանենք Աստծո խոսքը այնպես, ինչպես մեզ է դուր գալիս, այնպես, ինչպես մենք կարող ենք այլ փոխել ու հարմարացնել մեր իրավիճակներին։ Ոչ։ Դեղը խմում ես քո հիվանդությունը բուժելու համար։ Աստծո խոսքը մեզ Աստծո ցասումից ազատելու համար է։ Իսկ Աստծո ցասումը մեր վրա է մեղքի պատճառով։ Եթե մենք վերցնենք սուտ դեղ, սխալ դեղ, մենք այդ մեղքի մեջ կմնանք եւ Աստծո ցասումն էլ կմնա մեր վրա։ Հիշում եք, երբ մենք քննարկում էինք, թե ով է իսկական առաքյալը, այն հիմնական միտքը, որ մենք ընդգծեցինք, սա էր. մենք պետք է ավելի շատ լսենք Հիսուս Քրիստոսին եւ նրա առաքյալներին, նրանց ուսուցմանը, ինչպես այն ունենք Սուրբ գրության մեջ, քան որևէ մեկ ուրիշին։ Բայց սա չի նշանակում, որ մենք ուրիշ քարոզիչի, ուրիշ ուսուցչի չպետք է լսենք, ոչ,
նշանակում է, երբ որ մենք լսում ենք, կարդում ենք ուրիշների գրվածքները, բացատրությունները, քարոզները, նրանք մեզ պետք է օգնեն ավելի շատ լսել Քրիստոսին եւ նրա առաքյալներին, քան որևէ այլ մեկին։ Եթե այդպես չէ, ապա պետք է դադարենք լսել այդ մարդկանց եւ կարդալ նրանց գրքերը։ Եթե քեզ հեռացնում են Քրիստոսից եւ Աստվածաշնչյան ճշմարտությունից, ուրեմն պետք չէ այդ մարդկանց լսել ու հետևել։ Դրա համար Պողոսը ասում է Տիտոս առաջինի 9-րդ խոսքում. հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած մնացեք։ Այսինքն նրանք պետք է ամուր պահեն, հավատարիմ մնան Աստծո խոսքին այնպես, ինչպես այն ուսուցանվել է, այնպես, ինչպես ուսուցանվել է Քրիստոսի ու առաքյալների կողմից։ Եվ հետո ասվում է, որպեսզի կարողանաս ողջամիտ վարդապետությամբ հորդորել, այսինքն, որ կարողանաս քաջալերել մյուս հավատացյալներին, կառուցել նրանց առողջ ուսուցմամբ նախ եւ առաջ, իսկ հետո էլ հակառակվողներին հանդիմանես, այսինքն սաստես ու բացահայտես բոլոր նրանց, ովքեր հակառակվում են ու հակասում են Քրիստոսի ու նրա առաքյալների ուսուցմանը, կեղծիքը նրանց մեջ բացահայտես։ Սա եկեղեցու երեցների, Աստծո խոսքի քարոզիչների, ուսուցիչների հիմնական որակավորումներից ու գործերից մեկն է։ Նրանք ոչ միայն կառուցում են ուսուցում տալով, այլև պետք է բացահայտեն, հակառակվեն ու հերքեն սխալ ուսուցումները, եւ որ հավատացյալները չխաբնվեն։ Բայց եկեղեցու առաջնորդները իրենք պետք է հաստատված մնան խոսքի մեջ, իրենք պետք է խաբնված չլինեն, որպեսզի մոլորված վարդապետություն չբերեն չտան հավատացյալին։ Հավատացյալն էլ պետք է Աստվածաշունչը լավ իմանա, որպեսզի կարողանա պատասխանատվության մեջ պահել երեցներին եւ առաջնորդներին, որպեսզի կարողանա լսել ու ասել հələ մի րոպե Աստվածաշնչով քննեմ, այս մարդը, այս ինչ բանը որ ասում է, ճիշտ է, հիշելով ոչ թե որ դատում ենք, այլ ու կեղտ ենք բռնում, այլ հիշելով, որ մենք բոլորս կարող ենք սխալվել։ Մենք բոլորս իրար պատասխանատվության մեջ պիտի պահենք, որպեսզի չընկնենք, որպեսզի չխաբնվենք։ Հերքելը նշանակում է ճանաչել, բացահայտել եւ ուղղել երկու բան՝ Աստվածաշնչյան հերետիկոսությունը եւ Աստվածաշնչյան սխալը։ Շատ կարճ այն մասին, թե ինչ է Աստվածաշնչյան հերետիկոսությունը։ Նախ ասեմ, որ այն շատ վտանգավոր է։ Սրանք բոլոր այն բաներն են, որոնք հակասում են Աստվածաշնչյան ուղղափառությանը, այսինքն այն ուսմունքին, որը համահունչ է քրիստոնեական պատմական դավանությանը, որ տրվել է մեզ Հիսուս Քրիստոսից եւ նրա առաքյալներից։ Իսկ Աստվածաշնչյան սխալը հիմնականում կապված է սխալ մեկնաբանությունների կամ Սուրբ գրքի ուսմունքների ու վարդապետությունների սխալ ներկայացման հետ։ Սրանք մի քիչ տարբեր են՝ հերետիկոսությունն ու սխալը։ Այսինքն ամեն բան, որ խաթարում է ավետարանը, դասակարգվում է որպես հերետիկոսություն, քանի որ երբ խաթարվում ու խեղաթյուրվում է ավետարանը, խաթարվում է մարդկանց փրկությունը։ Եթե դու լսես եւ ընդունես խեղաթյուրված ավետարան, քո փրկությունն է խաթարվում։ Այսինքն դու փրկված չես լինի, դու կմտածես, որ ես, բայց չես լինի։ Եթե դու լսում ես կեղծ ավետարան, քո դարձի գալը, քո փրկությունը կեղծ է։ Եվ իհարկե դա ազդում է նաև Հիսուսին աշակերտելու, Հիսուսի հետևորդը լինելու վրա։ Այն դառնում է խնդրահարույց։ Մենք չենք արդեն ուզում Հիսուսին աշակերտել, չենք ուզում Հիսուսին նմանվել, չենք ուզում Հիսուսի նման զոհաբերվող կյանքով ապրել։ Չենք ընդունում Հիսուսի ասածը, որովհետև լսել են կեղծ ավետարանը։ Այդ պատճառով տեսնում ենք, որ Հուդան, նորից սա դավաճան Հուդան չէ, այլ նա, որ իր նամակն է գրել Աստվածաշնչում, հորդորում է իր լսողներին պայքարել այն հավատքի համար, որը մեկ անգամ ընդմիշտ հանձնվել է Աստծո սուրբ ժողովրդին։
կրկին եկեղեցու պատասխանատվությունն է պայքարել մեզ տրված հավատքի համար եւ զինել հավատացյալներին աստվածաշնչյան ճշմարիտ վարդապետությամբ, որ նրանք նույնպես կարողանան պայքարել ճշմարիտ հավատքի համար ու չխաբնվել։ Դրա համար Աստված կարգել է եկեղեցին ու որ ամեն հավատացյալ պետք է եկեղեցու մաս լինի։ Մենք իրար պիտի օգնենք ու բարձրացնենք, որպեսզի չխաբնվենք, որպեսզի մինչև վերջ կանգուն մնանք, որ մեր հավատքը չկորցնենք, որ չկարողանան գողանալ մեզանից ճշմարտությունը, մեր փրկությունը, մեր միաբանությունը Քրիստոսի հետ։ Բայց դա անելու համար ես ու դու պետք է կարդաս Աստվածաշունչը, խորանաս Աստծո խոսքի մեջ, որտև Աստծո ճշմարիտ խոսքը ինքն է պայքարում ճշմարիտ հավատքի համար մեր մտքում եւ մեր սրտում։ Որտև երբ մենք ուսումնասիրում ենք, խորանում ենք Սուրբ Գրքի մեջ, սկսում ենք տեսնել ու հասկանալ, թե որն է ճշմարիտ ավետարանը, ինչի մասին է ճշմարիտ ավետարանը, ում մասին է ճշմարիտ ավետարանը։ Մենք սկսում ենք հասկանալ, որ Քրիստոսը մեր մեջ պիտի ավելանա, իսկ մենք պակասենք, որ մեր միտքը նորոգման կարիք ունի։ Եվ հասկանում ենք, որն է ճշմարիտ ավետարանի հիմնական նպատակը։ Եվ այս ամենը հասանելի է միայն Աստվածաշնչում։ Եվ դրա համար երբ Պողոսը Հռոմեացիների առաջին նամակի 5-րդ խոսքում ասում է. նրա միջոցով ստացանք շնորհ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար, այստեղ տեսնում ենք, որ ավետարանի հիմնական նպատակը քո մեջ, իմ մեջ հնազանդություն առաջացնելն է։ Իսկական ավետարանը, Աստծո խոսքը, ինձ ու քեզ հասցնում է այնպիսի տեղ, որտեղ դու եւ ես ավելի հավատարիմ ենք Քրիստոսին, ավելի հնազանդ ու խոնարհ Քրիստոսին, քան որևէ մեկ այլ բանի, կամ որևէ մեկ այլ անձի։ Եվ ոչ միայն հնազանդ ենք նրան, այլ նրա ասածին կատարում ենք։ Եթե մենք Աստծո խոսքը կատարողներ չենք, մենք անհնազանդ ենք։ Եթե մենք անհնազանդ ենք, շատ հնարավոր է պատճառը նա է, որ մենք կեղծ ավետարան ենք ընդունել։ Եթե մենք աղոթում ենք ու մեր ուզածով չի գնում, Աստված մեր աղոթքի պատասխանը չի տալիս, ու մենք դրանից նեղանում ենք Աստծուց, ընկնում ենք Աստծուց, երես ենք թեքում Աստծուց եւ հավատքից, սկսում ենք դատել Աստծուն, ես սա ուզեցի, դու սա չարեցիր իմ համար, իմ հիվանդությունը չբժշկեցիր, չգիտեմ, տարբեր բաներ, նշանակում է, սիրելիս, մենք ճշմարիտ ավետարանը չենք լսել։ Սա միայն մեր սրտի դիրքի հարցը չի, մեր սրտի դիրքը չի ուղղվի Աստծո հանդեպ, եթե մենք լսել ենք կեղծ ավետարան։ Հիշում եք Հիսուսն ասաց, որ եթե չուրանաս ինքդ քեզ, եթե չհրաժարվես այն ամենից, ինչ ունես, չես կարող լինել իմ աշակերտը։ Սա միայն նյութական բաների մասին չէր։ Սա նաև քո հոգու ներսում, քո սրտի ներսում ունեցած փափագներդ, երազանքներդ, ցանկություններդ։ Այսինքն, եթե քեզ առաջնորդում է քո կամքը, ոչ թե Աստծո կամքը, եթե քեզ իշխում է քո ցանկությունը եւ ոչ թե Աստծո ցանկությունները, եթե դու ուզում ես քո ցանկությունները դառնան Աստծո ցանկությունները եւ ոչ թե հակառակը, Աստծո ցանկությունները դառնան քո ցանկությունները, դու չես ընդունում Հիսուսի ասածը, դու չես ուրանում ինքդ քեզ, այլ դու ուրանում ես Աստծուն։ Եվ երբ ասում եմ դու, ի նկատի ունեմ նաև ինձ։ Եվ այս խոսքերը ես չեմ հորինել, ոչ մեկ չի հորինել, սա Հիսուս Քրիստոսն է ասել։ Այսպիսով առաքելական ծառայության հիմնական նպատակը հավատքի հնազանդություն առաջացնելն է այն մարդու մեջ, ով ընդունում է ավետարանը։ Եթե մենք ասում ենք ես քրիստոնյա եմ, ուրեմն ասում ենք ընդունել եմ ավետարանը։ Եթե ընդունել եմ ավետարանը, բարի լուրը, ուրեմն իմ մեջ պիտի ցուցադրելի հնազանդություն լինի, ոչ թե ձևական, այլ ես պիտի հնազանդվեմ Աստծո խոսքին եւ կատարեմ այն, ինչ նա է ասում։ Այսինքն, եթե դու ասում ես ես հավատացյալ եմ,
Նշանակում է դու ընդունում ես Քրիստոսի հոգին, աստիճանաբար կերպարանափոխվում ես Քրիստոսի պատկերով, ձեռք ես բերում Քրիստոսին, հավիտենական պարգևներ ես կուտակում և պատրաստվում ես ապրել գալիք դարում։ Սա ավետարանի հիմնական նպատակն է, հավատքի հնազանդություն առաջացնել մեր մեջ, և դա պետք է տեսանելի պտուղներ ունենա մեր մեջ։ Ինչու՞։ Որտև մարդիկ Ադամի միջոցով ընկան։ Աստվածաշունչն ասում է, որ մենք բոլորս մեռած էինք մեր հանցանքների մեջ։ Մեղքը դիպավ ու ապականեց ամեն մեկիս։ Մարդու սիրտը իր բնույթով ապստամբ է Աստծո դեմ։ Իմ սիրտը, քո սիրտը իր բնույթով ապստամբ է Աստծո դեմ, և դա մեղքի հետևանքն է։ Գիտեք, անգամ որպես քրիստոնյա, քանի որ դեռ ամբողջությամբ չենք կերպարանափոխվել Քրիստոսի պատկերին, քանի որ դեռ անցնում ենք սրբացման ընթացքով, մեր ներսում դեռ ապստամբություն կա։ Դրա համար էլ Հռոմեացիների նամակի 8-րդ գլխում ասվում է «Քայլեք հոգով», քանի որ մեր մարմինը, այսինքն մեր չնորոգված մասը, որը ներառում է մեր ֆիզիկական մարմինը և մեր շնչի այն հատվածը, որ դեռ ամբողջական վերականգնման ու փոխակերպման չի հասել, ներառյալ մեր միտքը, մեր կամքը, մեր զգացմունքները, մեր ցանկությունները, մեր փափագները, մեր պատկերացումները, դրանք դեռ մեղավոր են և դեռ ունի մեղավոր հակումներ, ու միակ բանը, որ կարող է ուղղել դա, Հիսուս Քրիստոսի ավետարանն է, Աստծո խոսքը, դրա համար է ասվում մի նմանվեք աշխարհին, մի կերպարանափոխվեք աշխարհի կերպարանքով, այլ նորոգեք ձեր միտքը, և մեր միտքը նորոգում է Աստծո խոսքը։ Հռոմեացիների առաջին գլխում 18-րդ ամառից հետո տեսնում ենք, որ մենք նույնիսկ չենք հասկանում մեղքի ազդեցությունն ու զորությունը։ Մեղքը հզոր բան է, և միայն սուրբ գրքերն են ցույց տալիս, թե որքան մեղսավոր է, ապականող է, քայքայիչ է, կործանարար է, մահացու է մեղքը։ Օրենքի գործը այն է, որ ցույց տա, թե որքան մեղսավոր է մեղքը։ Սա նշանակում է, որ որպես մարդ, Աստծո խոսքի ճշմարտությունից դուրս, դու նույնիսկ չէիր իմանա, թե որքան մեղավոր է, մեղսավոր է մեղքը։ Կան բաներ, որ մենք անում ենք ու նույնիսկ չգիտենք, որ դա մեղք է։ Մենք չենք հասկանում, որ այն լուրջ հետևանքներ ունի Աստծո առաջ, այսինքն Աստծո ցասումն է բերում մեր վրա, Աստծո անեծքն է բերում մեր վրա։ Եվ հենց Աստծո խոսքի ճշմարտությունն է, որ օգնում է մեզ դա բացահայտել։ Այսպիսով, երբ մենք մանրամասն անդրադառնանք այդ հատվածներին, կտեսնենք բաներ, որոնք կբերեն ուղղում մեր այն սխալ մտածելակերպին ու մոտեցումներին, որոնք սովորել ենք ու որ այսօր առկա են եկեղեցում։ Եվ մեր ժամանակներում ևս տեղի է ունենում ճշմարիտ ավետարանի մեծ աղավաղում։ Դա մարգարեացված է Սուրբ գրքում։ Հիսուս Քրիստոսն է այդ մասին խոսել։ Դա իմ կամ իմ հովիվի անձնական դիտարկումը չի, սա ճշմարտություն է։ Դրա համար պետք է կարդալ Աստվածաշունչը, իմանալ ճշմարտությունը։ Երբ Հիսուսը խոսեց իր աշակերտների հետ, Մատթեոս 24-ում ասաց. «Շատերը կգան իմ անունով և շատերին կմոլորեցնեն»։ Մոլորությունը սկսվում է ավետարանի աղավաղումից, կամ ավետարանին ավելացնում են, կամ դրանից հանում են։ Դա չի նշանակում, որ գիրքը գնում են, նորից գրում են, փոխում են, չնայած Եհովայի վկաները դա արել են, մորմոնները դա արել են, բայց հիմնականում կարդում են և բերում են, քեզ ներկայացնում են ուրիշ ձև, ու քանի որ դու չգիտես ճշմարտությունը, դու թույլ ես տալիս քո ականջներին այդ լապշան կախեն, և դրանով քո փրկությունն ես դու աղավաղում, դու ինքդ քեզ թույլ ես տալիս, որ կործանեն։
Որովհետև եթե շատերը պետք է մոլորվեն, դա ինչ որ տեղից պետք է սկսվի, եւ այն սկսվում է ավետարանի աղավաղումից, որտեղ փրկությունը ավետարանն ունի մարդուն փրկելու զորությունը, որտեղ ավետարանի մեջ փակված է Աստծո ճշմարտությունը, եւ մենք պետք է վերադառնանք Սուրբ գրքին, ողջելու համար, թե որն է ճշմարիտ ավետարանը, որ եթե խապնվել ենք, ապաշխարենք, հետ դառնանք։ Այսպիսով Պողոսը շարունակում է ասել, որ մենք շնորհ ենք ստացել Հիսուս Քրիստոսի միջոցով, նրա անվան համար բոլոր ազգերի մեջ հնազանդություն բերելու համար։ Սա շատ կարևոր տեղեկություն է, որ հասկանանք։ Մեր հնազանդությունը Քրիստոսին պիտի լինի, նրա փառքի համար է։ Նա մեր սեփական փառքի համար չէ։ Մեր փառքը երկրորդական է։ Հիսուս Քրիստոսի փառքը առաջնային է։ Երկրորդ Կորինթացիների 5-րդ գլխում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս իրենց համար չապրեն, այլ ապրեն Հիսուս Քրիստոսի համար։ Այսպիսով, երբ ավետարանը գալիս է եւ փոխում է քո սիրտը, դու քո կյանքը ուղղում ես դեպի Հիսուս Քրիստոսը, եւ քո կյանքը այժմ չափվում է Քրիստոսին քո հնազանդությամբ։ Ուշադիր լինենք, Աստծո թագավորության մեջ հաջողությունը չափվում է հնազանդությամբ։ Այն չի չափվում արդյունքներով, ձեռքբերումներով, ոնց որ այս աշխարհում։ Եվ դա կարելի է տեսնել նույնիսկ հին կտակարանում։ Օրինակ, երբ Սավուղ թագավորը ընտրեց հաճեցնել մարդկանց Աստծուն հաճեցնելու փոխարեն, նա ընկավ Աստծո շնորհից։ Ահարոնն էլ նույնն արեց, երբ Մովսեսը լեռան վրա էր, ժողովուրդը պահանջեց, որ նա ինչ-որ բան անի իրենց համար, եւ նա արձագանքեց նրանց եւ ոչ թե Յահվե Աստծուն, եւ տեղի ունեցածը սարսափելի էր։ Այսպիսով, Աստծո թագավորությունում հաջողությունը չափվում է հնազանդությամբ, սակայն այս ճշմարտությունը իրականում դեռ չի արմատավորվել ժամանակակից քրիստոնեական մտածողության մեջ։ Պատճառը այն է, որ կեղծ ավետարանը եւ սխալ ուսուցումները ներխուժել են եկեղեցի ու մեր մեջ։ Եթե կարդանք նոր կտակարանը, կտեսնենք, որ այն ժամանակվա հավատացյալները լրիվ այլ կյանքով էին ապրում, որտեղ նրանք մշտապես լսում էին ճշմարիտ ավետարանը։ Այսքան այսօր Աստծո փառքով կշարունակենք։ Աղոթքս այն է, խնդրանքս այն է, կարդացեք Աստվածաշունչը, կարդացեք, խնդրեք Աստծուն, որ ձեզ օգնի, թող քանդվեն ձեր մեջ եւ իմ մեջ ամեն կապանքներ, որ մեզ հեռու են պահում ճշմարիտ խոսքից Աստծո, որտեվ այդ ուժերի նպատակը մեր ոչնչացումն է։ Թող նրանք պարտվեն եւ Աստծո Սուրբ Հոգին հաղթանակի մեր մեջ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։